Բարի արև, սիրելի ցուլեր, արևի նշանով եւ ասցենդենտի նշանով, այսօր մարտի 24-ն է, շաբաթվա առաջին օրը, իմ օրացույցով արեգ օր եւ ձեզ բաժին ընկավ արևը, դուք նախավերջի նշանն եք, մենք խոյով կավարտենք եւ հիմա ես ներկայացնեմ ձեզ ապրիլ ամսվա համար կանխած տեսումը, շատ հակիրճ, ինչ ունենք ապրիլին, լիալուսին, նորալուսին եւ արևը կփոխի նշանը մտնելով ձեր նշան սիրելի ցուլեր, Մարսը կփոխի նշանը, Վեներան, Մերկուրին կդառնան ուղղընթաց եւ կփոխեն իրենց նշանը եւ երևի թե այսքան այս սրանք են կարևոր իրադարձությունները եւ մենք սկսենք Մերկուրին, որը ապրիլի 7-ին դառնալու է ուղղընթաց Ահա, կդառնա ուղղընթաց, իհարկե ինքը ձեկան նշանում եւ անկման մեջ է եւ վտարված, այսինքն միտքը լավ չի աշխատում, այդպես իր տեղում չի եւ ինքը կդառնա ուղղընթաց, դա մի քիչ կօգնի ավելի զգոն լինելու, ավելի սթափ լինելու եւ իհարկե երբ ապրիլի 16-ին ինքը կմտնի խոյի նշան, այնտեղ կմնա մինչեւ մայիսի 10-ը, այդ ժամանակ արդեն կարող եք շատ ավելի կոնկրետ որոշումներ կայացնել, իսկ հիմա կոնկրետ տեսնում եք Մերկուրի Վեներան հետ ընթաց են, մենք գտնվում ենք խավարման միջանցքում, Մարսը գտնվում է խեցգետնի նշանում, ջրի նշանում, որտեղ ինքը կարծես թե շնչահեղձ է լինում եւ դրա համար բոլորի մոտ յուրաքանչյուրն ուրեմն ըստ իր անձնական քարտեզի խնդիրներ ունեն ահա դրանով է պայմանավորված ինչևէ Մերկուրին կդառնա ուղղընթաց ասացի 16-ին ինքը կմտնի խոյի նշան որտեղ իրեն մեծ հաշվով իրեն լավ է զգում այնուհետև 13-ին Վեներան կդառնա ուղղընթաց ես քանի որ ձգանշանում ինքը բարձրակետում է սիրելի ցուլեր ուրեմն փորձեք այստեղ գիտեք հնարավոր է ձեր գաղափարակիցների հետ ձեր ընկերների հետ հարաբերությունները կարգավորել, իրավիճակը պարզել եւ քանի դեռ ինքը հետընթաց է վերլուծում եք այդ հարաբերությունները այդ ամենը եւ ինքը կդառնա ուղղընթաց եւ գիտեք ինչ ընդհանրապես ձեր ինքը գտնվում է բարձրակետում եւ այդ դրանից պետք է օգտվել մաքսիմալ այդպես 13-ին եւս ունենք մեկ այլ իրադարձություն լիալուսինն է գիշերը Հայաստանի ժամանակով 4:22 տեղի կունենա լիալուսինը արևելուսինը կակադրվեն 24 աստիճանում եւ այն տեղի կունենա կշարքի նշանում դա ձեր մոլորակը եւս կշարքի մոլորակը երկուսին էլ Վեներան է եւ սա վերաբերում է ձեր առողջական վիճակին բոլոր դեպքերում քիչ առաջ ես զգուշացրեցի ձեր որ պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջական վիճակին եւ այստեղ որոշակի արդեն ոմանք իրենց աշխատանքի հետ կապված որոշակի պատկերացում կունենան եւ բոլոր դեպքերում այստեղ հարաբերությունների պարզաբանում եւ այլն ձեզ համար պարզ կլինի գիտեք նշանները մոլորակները հիմնականում հավաքված են ձկան եւ խոյի նշանում այդ սահմանին են երկու կողմից եւ այստեղ ձեր գաղափարակիցների հետ որոշակի հարցեր կան որ պետք է պարզվեն վերանայեք եւ այստեղ որոշակի հանդիպումներ եկեք հիշենք որ 12-րդ տունը դա ոչ լավ ուրեմն հիվանդանոցներ բանտեր այդպես հիվանդանոցներին ոչ լավ ավարտ ունեցող, հա, այդպես հասկացաք ինչ եմ ասում, այսպիսի թեմաներ են, այդտեղ որ հավաքվում են, այսպիսի իրադարձություններ են լինում եւ բոլոր դեպքերում դա է ասում մոլորակների հետպես կարելի ասել շքերթը որ հավաքվել են այդտեղ, այդ թեմային է վերաբերում ձեր գաղափարակիցներին, ինչևէ ձեր առողջությանը պետք է ուշադրություն դարձնեք եւ այդպես որպեսզի ունենաք լավ արդյունք 16-ին ասացի, որ մոլորակը կմտնի արդեն Մերկուրին կմտնի խոյի նշան այնտեղ մինչև մայիսի 10-ը կմնա եւ ապրիլի 18-ին Մարսը կփոխի նշանի վերջը դուրս կգա խեցգետնի ճիրամներից եւ կտեղավորվի առյուծի նշանում այնտեղ մնալով մինչև հունիսի 17-ը սա վերաբերում է ընտանեկան թեմային եւ հնարավոր է
շատերը ընտանեկան թեմայի, բնականon վերանորոգելու կամ ինչ-որ այդպես երեխաների հետ կապված հարցեր տարբեր կարող են լինել, կմխրճվեք այդպիսի հարցերի մեջ։ Բոլոր դեպքերում Մարսը դուրս է գալիս խեցգետնի, տեսեք ինքը այդտեղ խնդիրներ է ստեղծում, ցուլերի դեպքում խնդիրներ է ստեղծում ուրեմն ընտանեկան հարցերում եւ հիմա ինքը արդեն կփորձեն ցուլերը պարզաբանում մտցնել այդտեղ հարաբերություններում, ահա, եւ հաջորդ իրադարձությունը դա ապրիլի 20-ին Արևը կմտնի ձեր նշան սիրելի ցուլեր եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ կապակցությամբ ցուլերը կնշեն իրենց ծննդյան օրերը, ձեզ ամենալավն ու բարին, իմ բարեմաղթանքները ձեզ եւ հաջորդ կարևոր իրադարձությունը դա 27-ին նորալուսինն է, որ տեղի ունենալու հենց ձեր նշանում գիշերը Հայաստանի ժամանակով 23:30 րոպե 59 վայրկյան արև եւ լուսինը կմիանան 8 աստիճանում ձեր նշանում սիրելի ցուլեր եւ նորալուսինը փաստորեն կկայանա այդտեղ, դուք կարող եք իհարկե հատկապես եթե ձեր քարտեզում ունենաք լավ ասպեկտացիա, ուրեմն նոր սկիզբ կարող եք ունենալ, այսինքն այդ մոլորակները, որ հավաքվել են ձեր 11-12-րդ տներում, այստեղ որոշակի հարցեր կան, գաղտնիքներ կարող են բացահայտվել, որոշակի խնդիրներ կան, որ գաղտնի են, դուք փորձեք դա բացահայտել եւ կարգավորել եւ իհարկե ձեզ մոտ այսպիսի մի իրավիճակ կա, որ դուք պարտների հետ հնարավոր է ընտանիքում լինեն որոշակի խնդիրներ, ոմանց մոտ էլ, եթե ասենք ընտանիք չունեն, դեռ ասենք ամուսնացած չեն, ընտանիք չունեն, իրենց մոտ հնարավոր է կամ երկուսն էլ կարող է լինել եւ ընտանիքում եւ պարզապես ինչ որ համագործակցության աշխատանքի հարցում կամ այլ հարաբերություններում, պարզապես թեկուզ հենց ընկերական ուղղակի հարաբերություններում, այստեղ որոշակի հարցեր, որոշակի, գիտեք, բաներ կան, որ կբացահայտվեն եւ դա իվնաս ձեզ կաշխատի, օգուտ կաշխատի, ինչևէ, այստեղ պարտների հարցն է, որ միջև տարվա վերջ այդ լարվածությունը ուրեմն կարող է լինել, այսինքն պարտներից հնարավոր է ինչ-որ բաներ բացահայտվեն եւ չեմ կարող ավելին ասել, որտեղ դա ձեր քարտեզն է ցույց տալիս, այնտեղ կարող է լրիվ ուրիշ իրավիճակներ ցույց տալ, դրա համար այսպես կանխատեսում անելը ճիշտ չի լինի, բոլոր դեպքերում կարող եմ ասել, որ ուղղակի հարաբերություններ կլինեն եւ կփորձեք դա պարզել, բացահայտել նաեւ ուրեմն պարտների ցանկացած երկրորդ անձի հետ, ինչպես նաեւ անձնական կյանքում եւ 30-ին, ինչպես որ ասացի, այստեղ Վեներան ձեր մոլորակը սիրելի ցուլեր ապրիլի 30-ին կմտնի խոյի նշան, այնտեղ ինքը բնականաբար իրեն լավ չի զգում, բայց այստեղ բոլոր դեպքերում էլի գաղտնի խոսակցություններ կլինեն, հանդիպումներ կլինեն, գիտեք, այնպեսի տպավորություն է, մինչև ասեմ, որ հունիսի 6-ը կմնա Վեներան ձեր մոլորակը կմնա խոյի նշանում, բնականաբար արդեն հունիսի 6-ից կմտնի ձեր նշան, դա ձեզ համար շատ լավ է, որ ձեր մոլորակը կլինի ձեր նշանում, բայց այստեղ ինքը ինչ որ ձեզ կնախապատրաստի, ինչ որ փոփոխություններ կարող են լինել, բոլոր դեպքերում մոլորակները հավաքվել են այդտեղ եւ ինչ որ որոշում են ինչ որ փոփոխություններ ձեր կյանքը բերել, ուշադիր եղեք, հետեւեք, հասկացեք ինչ փոփոխությունների մասին է խոսքը այսքանով Վեներայով ավարտենք, սիրելի ցուլեր, եղեք ակտիվ եւ կարող եք ունենալ ավելի շատ ինֆորմացիա, որովհետեւ վերջին նշաններն արդեն շատ հակիրճ եմ ես ներկայացնում, այսինքն նրանք, ովքեր հետաքրքրված չեն, այդպես շատ հակիրճ ներկայացում եմ, ովքեր հետաքրքրված են, ավելի մանրամասն է ներկայացվում։ Այսքանը լավ եղեք, կհանդիպենք առայժմ։